Ալեքսանդր Շիրվանզադեի անվան համար 21 հիմնական դպրոցը ներկայացնում է աշխարհացույց հարթակով ստեղծված երկիրը շենացնող առաջնորդը, քարտեզագրելով Կարեն Դեմիրճյանի ուղին, խորագրով նախագծային աշխատանքը։ Իմ խումբը պատասխանատու էր տեսական նյութերի հավաքագրման և վերլուծության համար։ Մենք ուսումնասիրեցինք Կարեն Դեմիրճյանին նվիրված բազմաթիվ գրականություն և հոդվածներ, հիմնականում կենտրոնանալով նրա քաղաքական դերի և խորհրդային Հայաստանի զարգացման գործում ունեցած ներդրման վրա։ Մենք խումբը պատասխանատու էր Կարեն Դեմիրճյանին նվիրված տեսանյութեր, նկարներ և հաղորդումներ գտնելու և դրանք վերլուծելու հարցում։ Մեր խումբը կազմակերպեց այցելություններ Երևանի այն վայրերը, որը կրում է նրա անուն։ Մենք այցելեցինք Կարեն Դեմիրճյանի համար մարզամերգային համալիր և մետրոպոլիտեն։ Մեզ համար շատ կարևոր էր գտնվել այն կառույցներում, որը կյանքի է կոչվել նրա կառավարման տարիներին։ Մենք իրականացրեցինք բազմաթիվ նկարահանումներ։ Այցելեցինք Կարեն Դեմիրճյանի անվան թանգարան, որտեղ ծանոթացանք նրա անձնական իրերին։ Այցելեցինք Կոմիտասի անվան Պանթեոն, Կարեն Դեմիրճյանի շիրիմին, որտեղ հայրենիքի դուրք մատուցեցինք։ Մեր աշխատանքի ուղղությունը նախորդ բոլոր փուլերի համադրությունն էր։ Մենք օգտագործեցինք ՏՏ տարբեր գործիքներ՝ CapCut, Huio.ai, Voice.memos և Gemini։ Զբաղվեցինք ֆոտո և վիդեո նյութերի մոնտաժով և վերջնական ցուցադրությամբ։ Մեր վերջնարդյունքը մեծ ինտերակտիվ շնորհանդես է, որը ներառում է բոլոր աշակերտների աշխատանքի արդյունքները, ֆոտոշարք և տեսանյութեր։ Այցելելով Կարեն Դեմիրճյանի գործունեության և հիշատակի վայրերը, մենք ոչ միայն փաստեր հավաքագրեցինք, այլ նաև խորը հուզական կապ հաստատեցինք մեր պետության և այն մարդու հետ, ով իր մեծ ներդրումն է ունեցել մեր երկրի զարգացման մեջ։ Մեր նախագծի շնորհիվ մենք կարողացանք ստանալ ամբողջական պատկերացում Կարեն Դեմիրճյանի անձի գործունեության և ժառանգության մասին։ Նախագիծը մեզ հնարավորություն տվեց զարգացնելու թիմային աշխատանքի և դերերի բաշխման հմտությունները, հասկանալով, որ նման լայնածավալ աշխատանքի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումից։ Եվ վերջապես մեր նախագծային վերջնարդյունքը աշխարհացույցի գործիքներին ծանոթանալն էր։ Մենք առաջին անգամ ենք օգտագործում այս գործիքները և ձեզ վստահեցնում ենք, որ ապագայում ևս կկիրառենք։